ամուսնուն կամ մոտ է ամուսնալուծության եւ այդ անձնավորությունը ասել էր, որ մի քանի տարի առաջվա ընտանիք թեման լսեցի Կարեն եղբոր եւ ես եւ ամուսինս ուզում ենք գալ, խոսել, զրուցել ու սա ինչու հենց այսօր լսեցի, ինչու հենց եթերից մի քանի ժամ առաջ, որ արդեն ես մտորել էի ու խորել էի, թե ինչ պիտի խոսեմ, բայց փառք ամենակարող Տիրոջը, որ ինքը կարող է, ինքը ունի այդ իշխանությունն իրավունքը փոխելու բոլոր թեմաները։ Եվ այսօր թող հասնի ընտանիքներին այս ընտանիք թեման, որը վերաբերվում է եւ զավակներին, դուստրերին, որդիներին, ծնողներին, կնոջ, ամուսնուն, բոլորին սիրելներ։ Ընտանիքը ունի իր իսկապես կարևորությունը եւ երբ որ գիտեք, անգամ ընտանիքի մեջ մի երեխա է ծնվում, ինքը անուններ է դնում շատերին, երբ որ ասենք վերջապես ծնվեց իմ երեխան, իմ եղբայրը կոչվեց հորեղբայր, իմ քույրը կոչվեց հորաքույր, իմ կնոջ քույրը կոչվեց մորաքույր, կնոջս եղբայրը քեռի, իմ հայրը կոչվեց պապի, մայրս կոչվեց տատի, վերջապես իմ եղբայրը կոչվեց քրոջ եղբայր կամ քրոջ քուրիկ, մի հոգին 10 ուղղություններով անվանում է դնում շատերին, այսինքն կյանքը ընտանիքում որքան մեծ կարևորություն եւ այս ամեն կանոնները եւ այս ամեն գեղեցկությունը դրել է Աստված սիրելներ։ Սրանք բաներ են, որը չի կարելի խախտել, բայց մարդկություն ուզում է խախտի եւ երեխային իսկապես զրկի եւ շատ անգամ թույլ տա այս ընթացքը, որ երեխան վերջերս մի անձնավորության համար է աղոթում Գյումրիում եւ սկզբից միջև վերջ ինքը ողբած, լացեց եւ սա էր ասում է դուք գիտեք ովքեր են ձեր ծնողները, իսկ ես չգիտեմ։ Ես որբ եմ, ես մանկատնից եւ այլ եւ վերջում ես իրեն գրքել եի ու ասում էի իմ երկնային հայրը նաեւ քո երկնային հայրն է, հետեւաբար դու իմ քույրն ես, ես քո եղբայրն եմ։ Եվ մենք ծնկի վրա լացեցինք ու Տիրոջը փառ տվեցինք այս մխիթարության համար։ Սիրելիներ, ընտանիք ինստիտուտը ինքն իրենից շատ բարդ է, շատ անհասկանալի։ Անուշիկ քույրս օրհնում եմ քեզ քո սիրո հավատարմության համար։ Տերը օրհնի քեզ։ Օրհնում եմ մեր հովիվներին, օրհնում եմ մեր ավակներին, Արտակ եղբորս, Ղուկաս եղբորս, Լևոն եղբորս, որ այստեղ աղոթքների մեջ են, Տերը օրհնի ձեզ բոլորից սիրելներ, օրհնում եմ Աշոտիս, Հայկուհուս, սիրելի օրհնված ամուսիններ, ընտանիք, այսօր խոսքի ամբողջ մեխը կին եւ տղամարդ, կամ ավելի շուտ տղամարդ եւ կին, ոնց կուզեք դերակատարությունը բաշխեք, դրանից բան չի փոխվի եւ թող իսկապես ընտանիքի մեջ լինի այն մեկը մեծ, ով ավելի շատ կզիջի, կների ու կհամբերի։ Եվ ոչ թե ավելի շատ հրամաններ կտա վերջապես կարգեր ու վարքեր, Տեր Աստված, թող ընտանիքի մեջ թագավորի սերը եւ ոչ թե ինչ որ մեկ իսկապես գերությունն ու պարտականությունը, ընտանիք։ Ում մտքում սա մտաղացում եղավ, ում մտքում սա հղիացավ, ինչ էր սա եւ որտեղից առաջացավ, սա պատահականություն էր Վիլմաքուրս, սա մարդու մտքի թռիչքն էր, սա մարդու հորինվածքն էր, ոչ սիրելներ։ Սա ամենասկզբից Աստծո հավիտենական փառավոր ծրագիրն էր։ Աստված ստեղծեց բոլոր կենդաններին արու եւ էգ, եւ Աստծո ստեղծագործության մեջ իսկապես տեսնում ենք, որ նրանք բոլորը զույգով էին, բացի միայն տղամարդուց։ Եվ տղամարդը Ադամը ստեղծվեց միայնակ եւ սա դիտավորություն էր։ Եվ սա ունի իր հատուկ մեկնաբանությունը։ Եվ հետարքիր է, որ ինքը Ադամը սկսեց կենդաններին դնել, դու վերջապես երկար վզով, դու ընձուղտ ես, դու վագր ես, դու առուց ես, դու բեգեմոնտ ես, դու վերջապես ես, դու են ես։ Եվ հետարքիր է, որ ասում է լավ չէ, որ մարդը մենակ մնա, այսինքն Տեր Աստված, արևը լավ է, լույսը լավ է, կենդանական աշխարհը, ծովը, ցամաքը, ամեն բան, բնություն, ինչ որ Աստված ստեղծեց, ասեց բարի է, լավ է, բայց մարդը լավ չէ, որ մենակ է։ Հետարքիր է, Տեր Աստված, դու չգիտեիր, որ մարդը մենակ է լինելու, ես գիտեի, ապա ինչու էր այս ամենը, ինչու տղամարդը մենակ մնաց այսքան ժամանակ, ես անկեղծ ասած չգիտեմ ինչքան ժամանակ, մենք աստվածաբանորեն կարող ենք ընդունել, որ 6-րդ օրը Աստված ստեղծեց մարդուն արու եւ էգ, բայց ես հասկանում եմ, որ տղամարդը բավական ժամանակ միայնակ էր, այսինքն ժամեր էր, օրեր էր, ես չգիտեմ, որտեղ դրախտային կյանքում օրը, տարին ինչ էր, ոչ մեկ չի կարող ասել։ Եվ հետարքիր է, որ այն օրերի օրերը ու մեր օրերի օրերը խիստ տարբեր են իրարից, հավատում եմ, որ երբ որ Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը, սկսվեց այդտեղ այլևս տիկ-տակ, վարկյանացույցը պտտվել, մարդու կյանքը գնալ դեպի մահվան, միջև դա հավիտենական էր, ոչ մի բան մահկանացու չէր ու ոչինչ իրար չէր ապականի, հիմա լսեք ուշադիր քույր եղբայրներ, Աստված նրա վրա քուն բերեց ու նրա կողոս կրահանեց ու կին շինեց, ցույց տալով, որ քո կինը քո մեջ է։
Երբ որ ես ստեղծեցի ու այս էր խոսքը արու եւ էկ, Աստծո մտքում ու Աստծո տեսիլքում սա էր տղամարդու մեջ, Կարենի մեջ արդեն իմ ծնունդի ժամանակից, իմ ստեղծված օրից, որ Աստված որոշել էր իմ ընթացքը, բնավորությունը, հասակ, իմ հայ լինելը, Հայաստանում ապրելը, իմ վարդը արդեն իմ մեջ էր խորհրդով։ Իսկ այդ ժամանակ Եվան հենց ֆիզիկապես էլ, խորհրդով էլ, հոգով էլ, ամեն ինչով էլ Ադամի մի մասնիկն էր։ Եվ Աստված նրանից անջատեց ցույց տալով, որ կատարյալ Ադամը դարձավ անկատար, ու երբ որ Եվան իր տեղում է նորից Ադամին կողակից կողն է, նորից ամբողջական կատարյալ է մարդը, Աստծո պատկերով ստեղծված։ Հետևաբար սիրելի տղամարդ, քեզ հերոս ու թագավոր մի կարծի, դու թագավոր ես այնքան ժամանակ, քանի դեռ դու թագուհի ես դարձրել քո սիրելին։ Երբ որ նրան դու իսկապես գահից վայր ես գցում եւ տրորում ես, անարգում ես ու իսկապես խոսքերով դաղում ու ծեծում ես ամեն օր, դու դադարեցի լինել թագավոր այն օրը, երբ որ անարգեցիր քո թագուհուն նրան դարձնելով տան տնտեսուհի, ընդամենը մաքրող, ճաշեփող, երեխա ծնող, վերջապես կերակրող եւ վերջ։ Քույրեր, եղբայրներ, մեր իրար հետ բարձանալը հենց սա է Աստվածաշունչը։ Դու ամբողջական ես նրանով, դու կիսատ պրատ ես առանց նրա։ Դու կաս նրանով, դու չկաս նրանից իրական հեռու, եւ սա է խորհուրդը, որ Աստված ցույց տվեց, որ դուք իրարից եք ու իրարով եք ու դեպի իրար պիտի լինեք։ Քո փափագն ու ցանկությունը նա պիտի լինի, քո իրական, ինչ ասեմ, քո տենչանքն ու իրական երազանքը նա պետք է լինի, որտեղ նա քո ամբողջականությունն է։ Գիտես, վարդը օտարը մեկը չէ, այսինքն իմ կինը, նա իմն է, իմ մասնիկն է, ես նրանը։ Մենք իրար հետ ենք ամբողջական որպես անձնավորություն հանդիսանում այլևս Աստծո առաջ, եւ շատ կարեւոր է, որ մարդը ինքն իրեն չիրական դավաճանի ուրանա, ինչպես որ գրված է, որ քո անձի պես նրան սիրես եւ քո անձի պես նրան ընդունես, ինչպես որ Տերն էլ իր անձի պես ու իր անձից ավելին կյանքը դրեց։ Հետաքրքիր է։ Զուգահեռները բոլորը գնում են Քրիստոս հարս եկեղեցի եւ մարդ, տղամարդ եւ իր կինը, իր կողակիցը։ Այսօր շատ բան է փոխվել։ Այսօր ավելի շատ շահերի ընթացք է։ Կին իր կյանք ունի, տղամարդ իր աշխատանքն ունի, այն իր առօրյան ունի, այն իր առօրյան, բայց այսպես չէր սկզբից։ Հիսուսի մոտ եկան ասեցին, ինչու բա Մովսեսը մեզ ասեց բաժանման թուղթը տանք, ու Հիսուսն ասեց սկզբից այդպես չի եղել։ Սկզբից այդպես չի եղել, ձեր քարասրտության համար գոնե բաց եք թողում, հեռացնում եք գոնե օրինական թուղթ տվեք, որ այդ կինը չլինի թափառական, մեկը փողոցային կամ ամբարո մեկը հասկացվի, որ ինքը ինչ որ մեկի տիկինն է եղել ու այս երեխաները ապօրինի չեն։ Այսինքն ձեր քարասրտությունից բխեց այդ խոսքը, ստիպված, հարկադրված արեց Մովսեսը, բայց բուն Աստծո ծրագիր այդպես չի եղել, միայն մահը պետք է բաժանի։ Երբ որ այսօրում մենք ընտանիք թեման ենք խոսում, ամուսինների ժողով ունենք ամիսներ առաջ, կարծում եմ 2 ամիս առաջ, երբ որ ստատիստիկան տեսանք Հայաստանի ուսումնասիրեցինք, փաստորեն 3 անցած տարի ներողություն, 3 այսինքն անցած տարի բաժանությունների թիվը, եթե 2800 էր թե ինչքան էր, այս արդեն 7 թե 8 ամսվա ընթացքում այս տարի արդեն այդ թիվը գերազանցվել էր։ Միջև տարվա վերջ 1.5 անգամ ավելի կլինի։ Փաստորեն տարուց տարի ամուսնալուծությունները, բաժանությունները ակտիվորեն աճ է գրանցում, սա աղետ է։ Հայաստանի համար կվիրավորեմ միգուցե շատերիդ ասեմ փոքր երկիր, փոքրը նկատի ունեմ համեմատած կողքի ազգերի հետ, Թուրքիան 80-ից 90 միլիոն, Պարսկաստանը միգուցե չգիտեմ 60 միլիոն, մեր կողքի անգամ վրացիները այդքան քիչնելով 5 միլիոն, մենք 3 միլիոն է միգուցե չկանք, չգիտեմ, ու մոտարապես արդեն 3000 եւ ավելի միայն զաքսավորված, օրինական ու նաև բաժանված, որքանը կան, որ սկի չեն էլ գնում վերջապես փաստաթղթերով, օրինական ամուսինն էլ ուղղակի քեֆ ուրախություն, հետո էլ ասում են վերջ, իրար սիրեցինք, այսպես ու թողին գնացին։ Եթե միայն նայենք այս տարի որքան է իսկապես ամուսնալուծությունը, դա արդեն վախեցնող է։ Ու դու հասկանում ես, որ այսօր պրոբլեմ կա, խնդիր կա։ Ինչն են սիրում տղամարդիկ ու կանայք իրար մեջ, միգուցե գումարը, միգուցե վիրահատված քիթը, միգուցե ուրճացրած շրթունքները, ես դեմ չեմ այս ամենին կամ հակառակ չեմ խոսում, իմ խելքն էլ չի հասնի, բայց ես ուզում եմ ասեմ, եթե դրանք են ու մարդու հոգին դու չսիրեցիր, դու իր այդ երկար չես ապրի։ Եթե դու այդ մարդուն սիրեցիր, որտեվ լավ վերջապես հարուստ պապա ուներ կամ վերջապես լավ կարգավիճակ ուներ կամ որպես հոգևոր մարդ ծառայող էր դրա համար, բայց դու իրեն որպես անձ չսիրեցիր, դու բախվելու ես մի մեծ խնդիրի, օտարության, որտեվ ինչ որ փնտրում էր, դա գովազն է, կխաբի քեզ։ Ուզում եմ այսօր ասել, եթե դու տանջվում ես եւ այսօր
հենց հիմա կանայք են ինձ նայում, որոնք իրենց բանտում են զգում, անգամ չեն կարա բացատրեն իրենց կարգավիճակը, եթե բողոքեն էլ բողոքելու բան չկա, տունը տաք, ամեն ինչ լավ, ամուսին ամեն ինչ հասցնում է, բայց ինքը զգում է, որ երջանկություն չկա, ինքը զգում է, որ անկեղծություն ամուսինների մեջ չկա, միայն պարտականություն ամուսնական ու վերջ, այն էլ միգուցե անկողնային ու վերջ, որովհետև ուշադրություն, սեր, իրարու հետ հետաքրքիր չի, բայց այդպես չէր պատկերացնում մարդ իր կյանքը, այդ բանտից միայն կարող է քեզ անել Աստված։ Եվ ամեն բանից առաջ, երբ որ դու ուզում ես դիմացինդ, քո ամուսինը կամ կինը էական չէ, քո զուգընկերը, քո ամուսինը կամ կինը, քո այն իրական, այն ընկեր կոչվածը, որ միայն մահը պիտի ձեր ընկերությունը իսկապես ընդհատեր, եթե ուզում ես նա փոխվի, կամ մեկ բանաձև, վստահեցնում եմ քեզ, սա աշխատող է, փոխվիր ինքդ։ Փոխվիր ինքդ։ Ես շատ քույրերի ասում եմ, երբ որ ասում են իմ ամուսին սենց է, այլ ես իրենց հակառակ լսում եմ, իրենց ասում եմ կուզես խորհուրդ տամ, այո, սիրի իրեն։ Ախր սիրելու բան չի, սենց արել, ասում եմ, այ հենց այդ է խնդիրը, որ դու դադարել ես իրեն սիրելուց։ Իսկ տղամարդը դա ասում է, այո, մունդարություն արել է, այո, իրեն լավ չի պայ, բայց քո սերը կփոխի իրեն։ Քո գիրկը առնելը կփոխի եւ ոչ թե անդադ իրեն օտարելը հեռացնելը, որ կողից է մի սիրական պահի վերջապես անառակության շնության մեջ ընկնի, գիրկդ վերցրու նրան, սիրի նրան։ Իր բոլոր պակասություններով, սիրելի եղբայր, քո կինը միգուցե ավել խոսեց, հորդ այդքան լավ չհարգեց, մորդ այդքան լավ, սիրի իրան ու սիրո մեջ բացատրի քո ասելիքը եւ ոչ թե բոռոցով, գոռոցով եւ ամուսնալուծության սպառնալիքներով, դա չի գործում։ Լավ դուք էլ վերջապես այդ հազարներից մեկ միավոր եղաք դուք նույնպես բաժանվեցիք, ինչ տվեց դա ձեզ, դժբախտացաք դուք, թշնամացրիք ձեր վերջապես հարազատությանը, որ խնամիներ են երկու ազգանուն ձուլվել էր, որպեսզի ծնվեր մեկ ազգանունի տղամարդու որպես գենը, դուք թշնամի արեցիք ձեր երեխաներին դժբախտ, ձեր հովիվներին առաջնորդներին էլ ամոթով թողեցիք։ Ինչի համար, ձեր էգոյի համար։ Ձեր էգոիստության համար, եսակենտրոնության, ինքնասիրահարված լինելու, ինչու, որովհետև չկարողացար թույլ տար, որ զրկան կրես։ Եղբայրներից մեկ ամիսներ առաջ մի լավ համար իսկապես խոսեց ու ասում է Պողոս Առաքյալը ինչ է տարկիր, ասում է ինչու չեք ուզում դուք զրկան կրեք։ Ինչու եք խուսափում զրկան կրելուց, այսինքն մի քիչ էլ թող քեզ նեղ լինի, մի քիչ էլ թող քեզ վատ լինի, ոչինչ, բայց դու գիտես ինչի համար ես զրկան կրում, ինչի համար ես արհամարվում, ինչու համար ես անարգվում, ինչու համար այսօր քո ճիշտը առաջ չես բրթում ու հրում, դու ճիշտ ես, դու ճշմարտությունը գիտես, վերջապես ես հարցի մեջ 100-ից 101% ամուսինը սխալ է, բայց դու այդ պահին ավելի նախընտրեցիր լռել, խոսելուց ավելի նախընտրեցիր լռել։ Ու գիտես, երբ որ դու լռում ես, երբեմն հասկանում ես, որ խոսելուց լավ է լռելը։ Ու այսօրվա ասելիքը, կուզեմ ձեզ մի հատ դեղատոմ ստամ, բալանի, խնդիր վեճի մեջ չխորանալու, կուզեք ընդունեք, կուզեք գցեք աղբամանը, բայց ես կտամ, այսօրվա ասելիքը թող վաղվան, եթե այսօր մտածել ես, որ հեսա ասելու եմ, հեսա ինչ մտածում եմ ասելու եմ, ասա, գրի, չմոռանաս, կետադրի, ենթավեռնագրեր դիր, բայց այդ ամեն հասա վաղը, վստահեցնում եմ քեզ, քո այդ գրած կգամ, սա դիտավորությամբ եմ ասում, հա, էրոնիայով եմ ասում, գրած կգամ քո հետ, վաղը քո գրածների 90%, եթե ոչ 100% կջնջես, ու լրիվ ուրիշ էջից կգրես, որտև գիշերը իրավիճակ կփոխվի, երբեմն, երբ որ մարդը եղել է այս նույն եկեղեցաբակում, ես խոսել եմ ամուսինների հետ, որոնք ոչ պակաս նաև եկեղեցում ծառայել են, և այս կողմին խոսում ես տղամարդու հետ ասում էլ հնար չկա, բաժանվում եմ ու վերջ, կնոջ հետ խոսում ես ասում հնար չկա, ինձ էլ պետք չի նման կյանք եւ այլ, եւ ես խնդրել եմ, ասել եմ լավ, ընդամենը վերջապես առիթ տվեք իրար հետ շփվելու, հələ թողեք, բան մի ասեք, նայեք իրար թե ով է քո կողակիցը, քո երեխա ծնողն է, քո իսկապես գլուխն է, որից էլ երեխաներս ծնել, մի պա մի հատ զիջեք իրար, մի հատ լռեք, մի գիշեր անցել է, գիշեր անցավ, առավոտ եկավ, իրար գրկած, ամուր սեղմած, կյանքը շարունակվում է։ Գիտես, ես կարող եմ քեզ ասել, եթե այդ պահին քո մեծամտությունը, գոռոզությունը, հպարտությունը, մոլորությունը չլիներ եւ եսակենտրոնությունը, այդ վիրավորանքը դու հասկանայիր, որ վերջապես լսի ես ում հետ եմ սկսել պատերազմել, կնոջս կամ ամուսնու, ոնց որ ես իմ դեմ կռվեմ, ես ինձ չկարողանամ զիջեմ ու ներեմ, ախր դա աբսուրդ է, ես ինձ լավ եմ հասկանում, այսպես բոլոր մատներ, ստամոքս, շնչուղիներ, վերջապես եղունքներ, մազեր, այս բոլորը իրար հետ հաշտ համերաշխ ապրում են որպես մեկ Կարեն Թադևոսյան։
Ու ես իմ մեջ կռիվներ չունեմ, սիրելիներ, իմ ոտքը ձեռք իրար հետ չեն մրցակցում, իմ ատամն ու շուրթեր իրար հակառակ գործողություն չեն անում, իմ ականջն ու աշկը բոլորը ներդաշնակ են։ Երբ որ դու քո կնոջ հետ կռվում ես կամ կին, երբ որ ամուսնուդ հետ կռվում ես, դու ոնց որ քո հետ կռվես։ Ու երբ որ դու չես կարող իրան զիջես ու ներես, ոնց որ դու քո վրա թշնամության, այսպես բեռը ու ողակալությունը վերցնես, միթե սա հնարավոր է, իհարկե ոչ։ Ուրեմն, եթե ուզում ես, որ նա փոխվի, փոխվիր ինքդ։ Եթե ասում ես, ոչ, Կարեն եղբայր, դու իրեն չգիտես, ախր շատ վատն է, սիրի ոնց որ կա։ Ընդունի ոնց որ կա։ Ռուսան քուրս Տոնոյան օրհնում եմ քեզ, որ իսկապես դու կարողացար քո ամուսնուն ընդունել, սիրել ոնց որ կա, թեկուզ քո ամուսինը ընկավ դժվարությամբ, տկարության եւ նաեւ շփոթմունքի մեջ, բայց քո սերը ամեն ինչ վերականգնեց։ Ու այսօր դուք օրինակելի օրհնված ընտանիք եք։ Ու ես ուզում եմ ձեզ շատ կարևոր մի բան ասեմ, սիրելի քույրեր եղբայրներ, բոլորին եմ ուզում ասեմ։ Սիրելը չսիրելուց լավ է։ Ներելը չներելուց լավ է։ Զիջելը չզիջելուց լավ է, համբերելը չհամբերելուց լավ է, լռելը խոսելուց լավ է։ Եթե դու կարծում ես, որ ուրիշ տղամարդիկ, ուրիշ կանայք, սուպեր, հələ նա ինչքան վերջապես իրենց ամուսիններին կանանց ինչքան հարգում են, սիրում են, դա միայն արտակնապես է այդպես երևում։ Որտեղ միշտ ուրիշինը քաղցր է, միշտ ուրիշին ավելի գեղեցիկ է երևում, միշտ ուրիշի տունն ու ընտանիքը ավելի ախորժելի է երևում, բայց վստահեցնում եմ, այդպես չէ։ Այդպես չէ, սիրելիներ։ Բոլորը ունեն իրենց մինուսները, բոլորը ունեն իրենց թերությունները։ Ես այսօր եկեղեցու որպես ավագ-հովիվ եմ հանդիսանում, բայց կարող եմ բաց բոլորիդ մոտ ասեմ, ես այնքան շատ եմ ձախողել իմ ամուսնական կյանքում։ Երբ որ ես ավելին պետք է լինեի իմ կնոջ համար իր կողքին, ավելի սիրով, ավելի հանդուրժող, ավելի ներող, ավելի վերջապես իմ մտքերի մեջ, չգիտեմ, հավատարիմ, բայց երբեմն սայթակել եմ։ Մտովի, վերջապես իմ էությունով, երբեմն մտածում եմ, ասում եմ, մարդիկ մտածում են հավատարիմ լինելը միայն անառակություն, շնություն չանելու հետ են ասոցացնում։ Ոչ, այն դժվարության մեջ, որ կինը տրավմայի մեջ էր, դու թողեցիր, գնացիր կամ միգուցե քո էգոյի համար կամ նստար քո համար քո հացը կերար, կարևորը կուշ լինես, բայց այդ պահին կարելի էր զրկան կրել ու կնոջ հետ կողքին լինել, միգուցե իրեն հետ ելնել ու զբոսնել, բայց ես դա չարեցի։ Այդ պահին ավելի էգոիստ էի, իմ էգոն, իմ կարիքները, իմ հաճույքները, իմ ուրախությունները, իմ ֆիլմը, իմ ֆուտբոլը եւ այլը։ Գիտես, ընտանիքը միշտ այսպես է, դու անելու բան ունես ու միշտ ունես անելու բան։ Այն օրը, երբ որ դու ամուսնացար, մոռացի այլևս քո անկախությունն ու ազատությունը, դու էլ ազատ անկախ չես, դու կծվեցիր ու կծեցիր մեկին քո հետ հավիտենապես։ Քույրեր եղբայրներ, մենք ծառայողներս նույնպես ունենում ենք ձախողումներ։ Ես ասում եմ ձեզ ու հաճախ եղել, որ վարդիս ասել եմ, որ ես այս հարցով ավելի պիտի ուրիշ լինեմ, պիտի փոխվեմ, այսպես պիտի լինեմ, մինչև այսօր ես սովորում եմ, անկեղծորեն կասեմ, եւ կարծում եմ չի լինի մի օր, որ ասեմ վերջ, հասա, թակավորում եմ ու արդեն իդեալական ամուսին եմ, մի արատ ու բիծ չունեմ, որ օր այդպես ասեմ, հաջորդ օրը կընկնեմ, ամեն օր աշխատիր քեզ վրա, օրը գեղեցիկ դարձնողը դուք եք, ամուսնական կյանքը ռոմանտիկան ապահովողը դուք եք, դրանք շրջակա ծաղիկները չեն, հավատացեք երբեմն այդ շրջակա ծաղիկ ծառը սկի փայլել չկա, որտեղ ներսդ գեղեցկություն չկա։ Եթե ներս ընտանիքում փտածություն է, ուզում ես գնա Եդեմի պարտեզում եմ մանիեք, ոչ մի էֆեկտ չի արտահայտի, ոչ մի արդյունք չի տա, դրսինը գեղեցիկ է, որ ներսում գեղեցկություն կա, գրեք սա, դրսինը հաճելի է, որ ներսում հաճություն կա, դրսինը սեր է, երբ որ սերը այստեղ է, դրսինը հույս է, ուրախություն է, երբ որ հույսն ուրախություն այստեղ է, եթե ներսում փտածություն է, նեխածություն է, խռովություն է, ողակալություն է, դրսում ամենագեղեցիկ, վերջապես, չգիտեմ, սեմինարներին է լինեք, ընտանեկան եւ այլն դե ասեն ճիշտ բաներ, դուք այդ ճիշտը կվերցնեք ու կխփեք կնոջը, կխոցեք իսկապես դրան, տեսար ոնց ասեց, այ քեզ տեղն է, նա քո մասին ասում, ում էր պետք, նորից իրար ցավեցրեցինք, նորից իրար ինչ-որ մեսիջներ, ժողովուրդ, գիտեք ներում ինչ է նշանակում, գիտեք մոռանալ ինչ է նշանակում, չհիշեցնել, էլ վերջապես չհիշեցնել, մոռացեք, երեկը ուժ գթեք մոռանալու, այսօր սկսեք նոր էջից, որտեվ երբեմն երեխաները այս օրերում հոգեմետ դեղերին են գնում ստրեսները, դեպրեսիաները, ինչու, ծնողների անհաշտության համար,
հաճախակի իրենց ննջասենյակից աղաքներ, գոռոցներ, վերջապես տատի, պապի հասցեին անվայել խոսքեր, որտեղ տղամարդը անարգում է կնոջ հորը, մորը, քո հերը, քո մերը, դրա սենցը, նենցը, բայց դու ասում ես մի բան, որից ծնվել է նա, ում քեզ կին ես ասում ու կյանքի ընկեր։ Յուրաքանչյուր տղամարդ անարգելով իր կնոջ մորը, ինչ էլ որ արած լինի, երբեմն կարելի ուղղակի լռել, անարգում է նաև իր կնոջը։ Չեմ ասում այնպիսի սարսափելի բաներ, որ վերջապես, բայց հիշիր, ծնողին պատվեցիր, դու դստերը պատվեցիր։ Ծնողին պատվեցիր, դու իր որդուն պատվեցիր։ Ծնողներ էլ թույլ տվեք ապրեն։ Բաց թողեք ձեր զավակներին, ոչինչ թող գնան վարձով ապրեն, թող գլուխները ստեղ տան, էտել իրենց գլուխներին տան, բայց ձևավորվեն ու իրենք իրենցով ընտանիք կայանան, ժողովուրդ։ Բաց թողեք։ Թող իրական Հայաստանում իրավիճակ փոխվի, որ ընտանիքը ինքն իրեն հասկանա, այդ տղեն վերջապես զգա, որ ինքն է գլուխ է, կնոջ է, ոչ թե պապանը սաղի պապան ու գլուխը։ Գույրեր եղբայրներ, գնանք առաջ։ Փոփոխությունը սկսվում է, երբ որ դադարում ենք փոխելուց եւ փոխվում ենք ինքներս։ Երբ որ դու փոխվում ես, դու տեսնում ես, որ նա էլ փոխվեց, բայց իրականում նա չի փոխվել, ուղղակի դու ես փոխվել։ Դու ավելի դարձել ես հանդուրժող, սիրող ու սպասող։ Սխալները հաճախ մատնանշելով չի գա փոփոխություն, այլ ավելի ագրեսիվ կդառնա տղամարդն ու կինը, ավելի հակառակվելու համար ինատ կանի ու կանի այն ինչ որ դու ասում ես մի արա։ Բայց երբ որ դու այդ ամենի մեջ իսկապես ասես, որ թեպետ դուրս չեկավ, բայց ես քեզ սիրում եմ ոնց որ կաս, նա իր վրա կաշխատի, որտեվ տեսնում է, որ դու իրեն անկեղծ ես սիրում։ Շատ կարևոր է, մի դադարեք իրար համար լինելուց, մի դադարեք իրար համար անելուց, մի դադարեք իրար սեր տալուց։ Երեխա է ծնվել, 3-ն են ծնվել, 6-ն են ծնվել, 10-ն են ծնվել, տարանջատեք ձեր ամուսնական սերը զավակներին ուղղված սիրուց։ Որ օրը սա շփոթեք, բաժանությունը մոտ է։ Եթե կին դու անընդհատ արդեն քո ուշադրություն տալիս ես միայն քո երեխաներին եւ քո ամուսնուն արդեն մոռացել եք ձեր սիրո անկողինը, մոռացել եք ձեր զբոսանքը, մոռացել եք ձեր առավոտյան նախաճաշը, 1 չստացվեց, 5, բայց միշտ չի ստացվում։ Այսինքն սա արդեն խոսում է մի բանի մասին, որ կինը էլ դրա ժամանակն ու հավեսը չունի։ Հետո էլ արդեն ամուսինը դրա ժամանակն ու հավեսը չունի, ու հետո ամուսինը աշխատանքի տեղը մի հատ սխալ մեկի հետ կգտնի ժամանակ, սատանան էլ քնած չի նախաճաշելու եւ իր հետաքրությունը եւ իր հաճույքը դրսում վերապրելու, թեկուզ ոչ մի դավաճանություն, բայց դա կստիպի իրեն մարդ զգալու, տղամարդ, կինն էլ իրեն լիարժեք կին զգալու։ Գիտես, կարծում եմ, դավաճանությունների կարծում եմ 80-ից 90%-ը լինում է, երբ որ մարդը իր մեջ ընկճախտ ունի ու կարիք ունի։ Սիրված լինելու, գնահատված լինելու, վերջապես ընդունված լինելու, իր մասին կոմպլիմենտներ լսելու։ Եթե տանը դա ապահովված է, մարդու աչք էլ երբեք դուրսը չէ։ Օ, Կարեն եղբայր, դու շատ լուրջ տեղ ես գնում, գիտեմ, որ սրա համար այնքան է չեմ գնահատվի, բայց ես կարծում եմ, որ երբեմն դրսի սխալները արդեն ներսի սխալներից հետ շահ կապված է ու բխում է։ Եթե ես ներսում իմ զավակին, վերջապես ամենախորժելի կամ ուղղակի ես իրեն մի ժամանակին կերակրեցի, հավատացեք ինքը դրսում հաց չի փնտրի։ Եթե ես իմ ամուսնուն կերակրեցի, օրհնեցի, սերը շռայլորեն տվեցի կամ ամուսին կնոջդ, հավատա ոչ մի հակառակ բևեռ ինքը չի փնտրի, որտեղ իր տանը լիառատ է դա։ Հետարքիր երբ որ ասում ենք երեխաները գալիս են սեղանի մոտիկ չեն գալի, ասում ենք աշները կուշտ է, կամ սպառնացել են ծնողները մատները թողեն դրան տակ, կամ էլ աշները կուշտ է։ Աշները կուշտ է, որ այս երեխան իր տանը բավականացած կյանք ունի։ Դրամ իսկ այն երեխան, որ երեխային տանը զրկանքներով եւ այլ հասնում է միտեղ, sense ուզում է բոլորը վերցնի, գիտի որ չի կարա ուտի։ Դա արտացոլում է ինչ է կատարվում տանը։ Սիրելիներ, թող մեր տանը աստվածային սերը թագավորի։ Թող մեր տներում փոխադարձ հարգանքը իսկապես տիրի, որpիսի մենք ոչ թե ունենանք իսկապես մտքեր որտեղ գտնենք ու որտեղ բավարարենք մեր կարիքը, մեր ուրախությունը, մեր հաճությունը, այլ մեր տանը մեջ լինի մեր հաճությունը, ուրախությունը, մեր ամենալավ, սպասված, կարոտած վայրը թող լինի տունը։ Եթե ամուսինը տուն մտնի եւ քո ասելիքը մեկից պիտի ասես, գիտես հարևանը վերջապես եկավ ասեց, պապաց զանգել ես ասես, բայց գիտես միջև պապայից զանգելը դու ես կասես, մամա տեր բա զանգե, բա որ եկան էսի տարան, բա կոշիկը ծակվեց, բա
ամուսին ասում է գնամ հետո կգամ։ Գնամ մի հատ շաուրմա ուտեմ դուրսը, հետո կգամ տուն։ Չէ, ասում ես այն այփել եմ տակը մի քիչ կպելա, ոչինչ վառածքեր եւ այլ։ Լսի, դու տենց քո ամուսնուն ուղարկում ես ուրիշի մոտ։ Կներեք, որ այսօր շատ པարզ եմ խոսում։ Դու այդպես անելով քանդում ես քո տունը։ Տուն մտավ, դիմավորի թակավորիդ։ Օրհնի իրեն, հարցրու իր մասին, իր օրվա մասին։ Վերջապես ցույց տուր, որ հետարքրված ես, քույրեր ջան, դա ձեր մոտ այնքան լավ է ստացվում, թեկուզ ձևական, այդ պայնը որ անում եք չեք է լսում։ Ոչինչ, բայց ամուսինը զգում է, որ ինքը տղամարդ է, դրսում անարգվել է, ղեկավարը մի քիչ կոպիտ է խոսել, այն մյուսն էլ այնպես գործի տեղը, բայց իր տան մեջ ինքը թակավոր է, ինքը տղա է։ Ինքը տղամարդ է, ինքը տան գլուխն է, ու այդ դրանից հետո ինչ էլ ասես կլուծի։ Երբեմն մեր սխալ ընտրությունը խոսելու ժամանակից շտապելու եւ սխալ ժամանակին սխալ բան խոսելու քանդում է մեր տունը։ Եվ արդեն ճաշակ է ձևավորվում, որ այս տան մեջ հանդարտ խոսել չկա։ Ես որպես տղամարդ ասեմ, ինձ դուր չի գալ, երբ որ ես դուռը բացեմ ու լսեմ կարիքներ, բողոքներ, ես կուզեմ դուրս գամ էլի գամ եկեղեցի։ Այդպես չի լինում։ Տերը վկա է, Աստված կենթանի է, կինս երեխաներս է եթերներ լսում են, բոլորի առաջ բաց եմ։ Ես իմ տուն եմ մտնում ու տան մեջ տեսնում եմ խաղաղություն։ Իմ երեխեքը գալի ինձ համբուրում են, ոնց ես պապ։ Վերջապես վարդս գալիս է ինձ համբուրում է, լավ ես կարճան, ամեն ինչ նորմալ է, վերջապես գլուխ թոչի ցավ, մեզ մյուսը եւ այլը։ Մենք իրարից ենք խոսում իրար հետ։ Հետո նոր անցնում ենք մեր կենցաղին, բայց մենք ավելի կարևոր ենք, քան մեր դիվանը, մեր մեքենան, մեր լույսը, մեր կարիքները, մեր կոմունալները եւ այլ։ Մենք իրարու համար ենք իրար հետ ամուսնացել եւ ոչ թե կոնտրակտ ենք կապել, որ տուն ունես, հա դելա վարի ամուսնանանք։ Ոչ, մենք սերն ենք, արժեք տեսե, որ համաձայնվել ենք իրարու հետ լինենք միշտ միջև կյանքի վերջ։ Ինչ եղավ այդ սերը։ Որտեղ թողեցինք։ Որտեղ մոռացանք։ Օ, ցավալի է, երբեմն մարդիկ թողում են դա հենց պսակադրության գիշերը։ Հասնում են մարմնական այդ իսկապես մերձեցմանը ու այդտեղ մեռնում է ամեն բան։ Վերջացավ, բրծավ, ինչին սպասում է արդեն եղավ, եթե դա էր, ամեն բան սուտ էր, ամեն բան զուր էր, մարմնական ցանկություն էր, եթե դու դա էր սիրում, իսկապես ասում եմ, շատ շուտ կհոգնես, շատ շուտ կհիասթափվես, սիրի նրան որպես անձնավորություն, ընդունի նրան որպես հոգևոր մեկը, կարևոր մեկը, նրա էությունը սիրի, նրա բնավորությունը, ոչինչ որ այդքան է դուրը չի գալի, սիրով կփոխես, սիրով կենթարկես լուրջ փոփոխության, բայց ոչ թե փոխեմ նոր սիրեմ։ Հիսուս ոնց մեզ փոխեց, նա սիրեց, մրոտ, կեղտոտ, ճենջոտ, նա ինձ համբուրել է սիրելներ։ Նա ինձ ընդունել է ու իմ այտը համբուրել է, հայրական գիրկը ընդունել է որպես իրեն անառակ որդի ու այդ սերն էր, որ ինձ տարավ սրան, չեմ խմելու, չեմ ծխելու, չեմ հայելու, չեմ գողանալու, անառակություն չեմ գործելու, էլ այս մեկը չեմ անելու, ու այդ սերը ինձ մաքրեց։ Նա չասեց գնա, մի հատ լվացվի, լողացի, մաքրվի, մի հատ ապաշխարի, մի հատ ջրով մկրտվի, մի երկու հատ էլ վերջապես այսպես պարգևներ, Սուրբ Հոգու մկրտություն գգաս կսիրեմ։ Նա սիրեց ու այդ սիրո մեջ ես ամենը ունեցա։ Ինչու է ամուսինների համար դժվար։ Ինչու է ամուսինների համար դժվար, որ իսկապես մարդիկ այսօր մտածում են, որ իմ ուզածը կանես, իմ ուզած ձևով կլինես, բնավորությունդ կփոխես, կսիրեմ, չէ, թող գնա, կորի, վերջապես գնա հորդ տուն։ Ձեր կանանց, սիրելի ամուսիններ, ես ասում եմ, սա շատ լուրջ բան։ Սա մի բան է, որ իսկապես ամուսինները խոցում են իրենց կանանց, քո կինը թողել է իր հայրական տունը, քո կինը հասկանում է, որ ինքը իր հոր տանը ժառանգություն չունի, թողել է եղբորը, թողել է վերջապես իր հարսին, որ այնքան էլ իր սրտով չէր աղբոր կինը, ենթադրենք, ամեն ինչ թողել է, ու ինքը էլ չունի տեղ գնալու, ու երբ որ դու իր այս թուլությունից ու այս տկարությունից, իհարկե այդպես չէ, բայց եթե դրանից օգտվում ես ու ասում ես հելի գնա հորդ տուն, իհարկե դա ի նկատի չունես, դու սպանում ես իրեն։ Վաղը կհաշտվեք, բայց այդ խոսքերը դաջվում են իր մեջ։ Ես չեմ ասում կանայք էլի մասեն, ահա, տեսար, տղ, չէ։ Եթե արդեն հաշտվել եք, մոռացել եք, վերքեր մի թարմացրեք, բայց սիրելի տղամարդիկ, մի արեք սա։ Այն օրը, որ քո կինը քո տուն ոտ դրեց, դա էլ քո տունը չէ, դա նաև իր տունն է։ Եթե այդ տան մեջ է զավակներ են ծնվել, նա հյուր չէ, նա տանտեր է, ինչքան դու, այնքան էլ ինքը։ Եթե գոնե սա լուծված չէ, կներեք դուք ուղղակի կոնտրակտով եք իրար հետ։ Դուք ձեր անկողնում եք իրար հետ, իսկ կենցաղում դուք իրար հետ ընդհանրապես կապ չունեք։
ինչ գործ ունեիք իրար հետ, ով էր ձեզ վերջապես համաձայնվել ամուսնացնել։ Քույրեր, եղբայրներ, ես խոսում եմ հասունների հետ հասուն թեմա։ Ու ես ուզում եմ ասեմ, որ երբեք մի արեք սա, հելի գնա հորդ տուն։ Գիտես, ինչ որ իմաստով ինքը արդեն իր հոր տանն է, որտեվ այդ տուն արդեն իր տունն է հայրական, որտեվ Տիրոջը խոսքն ասում է աղջիկ, մոռացիր քո հոր տունը, որ թագավորը հաճենա քո գեղեցկությունով Սաղմոսների մեջ, բայց մնացած բոլոր տեղերում 5-ից 6 ուրիշ տեղերում ասում է տղամարդ, թող քո հորն ու մորը ու հարի քո կնոջը, որ մեկ լինեք երկուսով։ Գիտեք, ընտանիքը ունի իր բարդույթները։ Ընտանիքի ամենամեծ բարդույթը անհամբերությունն է։ Ընտանիքի ամենամեծ թշնամին դա սատանան չէ, սատանը հենց այնքան հաց ու պանիր տյուտի, որ հասնի այդ չհամբերելուն, չհանդուրժելուն, մեկ-մեկ են զգում ես, չէ՞ որ ամուսիններ ուզում են անդադ ասեն, որ ես էլ, դու էլ, ես էլ, ինչ կա, հողի տակից հանում են, օժիտից սկսած, սա խոսում են, սա ավիրում են, հետո ասում են դե լավ, արի հաշտվում են, բայց դա արդեն ենթագիտակցության մեջ մնաց։ Խոսքեր կայլ չի մոռացվում, զգուշ եղի, միջև խոսելդ մտածի, որտև դա էլ հետ վերցնել չես կարող, ներողություն խնդրես, բայց դա կմնա։ Գնամ առաջ, շատ խորը չգնամ։ Ուրեմն, Մաղաքիա 2-ի 13-14-ը շատ ճշմարիտ խոսքեր, շատ ուղի խոսքեր։ Երկրորդը սա է կանում, ծածկում եք արտասունքով Տիրոջ սեղանը։ Լացով ու ողբով, որ այլևս Աստված չի նայում ընծային և հաճությամբ չի ընդունում ձեր ձեռքից ձեր զոհերը, ձեր տասանորդները, ձեր երգեցիկ խմբում ծառայելը, կարգուկանոնի մեջ լինելը, քարոզիչ ու ավետարանիչ հովիվ, սարգավակ, բայց դուք ասում եք, ինչու համար, նրա համար բացատրում է Տերը, որ վկայություն եմ դնում քո և քո երիտասարդության կնոջ մեջտեղը, որի դեմ դու անհավատարիմ ես եղել, սակայն նա քո ընկերն էր նախ և առաջ, քո զրուցակիցը, քո վստահելի անձը և քո ուխտի կինը, այն մեկը, որ իսկապես քեզ հետ է միշտ, քո ուխտի կինը։ Անհավատարմությունը այստեղ միայն սեռական դավաճանություն չէ, անհավատարմությունը նաև երբ որ իրեն պիտի գովեր չարեցիր, երբ որ իրեն պիտի սեր շռայլեր չարեցիր, երբ որ իրեն պիտի պաշտպաներ անգամ այո ուզում եմ ուղիղ ասեմ քո ծնողների մոտ չարեցիր, երբ որ իրեն պիտի պաշտպաներ քո ինչ ասեմ ընկերների մոտ դու այդտեղ ուղղակի ինքնահաստատվեցիր տենց լավ տղա երևացիր որ կնոջդ էլ գցեցիր որ վերջապես կինս միշտ էփելուց վառում է միշտ էփելուց թափում է նսեմ ասրին հահահի բերանները բացեցիք ու դու էլ չհասկացար որ խայտարակելով իրեն խայտարակեցիր նաև քեզ յուրաքանչյուր ընտանիք պետք է հասկանա որ իր տղամարդուն իր կնոջը գցելուց ինքն էլ հետն անգնում դուք ոչ չեք հասկանում դուք իրարից զատված չեք Ադամ Եվա իրար մեջ եք եթե Եվան վերջապես լիներ ու Ադամը դներ մուրճով վերջապես ջարդեր եւ այն սպաներ ինքը իրա ոսկորներ ջարդում անմիտ մարդ հիմար մարդ որ ինքը իրան ջարդում է մարդ տեսլեք վերցնի ոսկորները գլուխ ինք իրեն կոտրի դա միայն անում են դիվահարները Դա միայն անում են վերջապես անհույսները, այն մեկերը, որ ինքնասպանության են պատրաստ, է որ քո կնոջ վրա թքեցիր, անարգեցիր, դու քեզ վրա թքեցիր, անարգեցիր, այլաբանորեն լինի ուղիղ իմաստով, ինչ տարբերություն։ Եթե դու քո ամուսնուն չարախոսեցիր քո ծնողների մոտ կամ քո քույր եղբայրների մոտ, դու քեզ ես ոնց որ չարախոսում, քեզանից ավելի անմիտ այդ պայն ոչ մեկ չի երևում։ Հասկանում եք։ Այն օրը, որ ուխտ արեցիր, այստեղ ասում են նա քո ուխտի կինն է։ Դու ուխտ էիր արեն, նրա կողքին լիներ, նրան պաշտպաներ, նրան բարձրացներ, այս հարցի մեջ ես միշտ չէ, որ ուղիղ եմ եղել ու ես զղջում եմ Աստծո առաջ։ Ու ես ասում եմ, Տեր, տուր ինձ հնարավորություն շտկվելու, որտեվ դու ինձ մեկին ես տվել, որը նրան թագու պես պիտի ընդունեմ, նրանից, ինձանից, նրանից ծնվածները մեզ հետ են, օրհնություն են, մեր զավակները, Նոդարս էլ, Մագաս էլ, Կատրինս էլ, մեր համար ուրախություն են, բայց նրանք մեր կյանքում հյուրի պես են։ Մեծացան կամ ուսնանան կգնան առաջվա են մեր տատիկ պապիկների պահը չի որ երեխուն ունենում տանում տալիս ենք մամաներ պապաներ պահում են հիմա էլ տենց չի երեք մեր Գառնիկ եղբորը է խոսում Էլինային ասում եմ Էլինան չի երեխա չեք ունենում ասում ալը շուտա եւ այլ լիպոյի հետ վերջապես իմ հոգեվոր երեխեքն են ասում եմ բայց որ ունենաք հո չեք բերելու Գառնիկ աղբեր բան Գառնիկ աղբեր ասում է սիրենք բայց պահել չկա ճիշտ են ասում Ով պիտի պահի, էլի Գառնիկ աղբոր մաման ու պապան։ Ոնց որ պահել են մյուսներին։ Հին մարդիկ դա կանեն։ Գիտեք, ես
օրհնում եմ այն մարդկանց, ովքեր իրենց այդ պատասխանատվությունից ազատ են։ Երեխայք բերեք պահեք, հա 1-2, բայց ոչ թե ամիսներով դուք գնաք աշխատեք, վայելեք, չէ, ամեն տարիք ունի իր գեղեցկությունն ու հետաքրքրությունը։ 50 ես, 60, 70, 80, ես անկեղծ սպասում եմ երբեմն ծերանալու պապի դառնամ։ Այսինքն մեծանամ, դա էլ իր հետաքրքրությունն է ունենալու։ Սա մի քիչ կատակով ասեցի, բայց ես չեմ վախենում ոչ մի տարիքից։ Ամեն տարիք գեղեցիկ է, երբ որ դու օրը գեղեցկացնում ես համապատասխան քո կյանքին, քո բնակավայրին, քո տարիքին։ Քույրեր, եղբայրներ, օրը ինք իրենից ծաղիկ չի բերի, մինչև դու չգնաս չքաղես։ Օրը ինք իրենից քեզ համար հետաքրքրություն չի ստեղծի, մինչև դու ինքդ մեկ աղցան պատրաստի, հյուրասիրի, դա արդեն օրվա մեջ գեղեցկություն է, գունեղություն է։ Լսեք, մի սպասեք, որ ձեր փոխարեն մեկը կգա ձեզ կերջանկացնի, երջանկությունը ձեր մեջ է, ձեր ձեռքում է, շատն է, քիչն է, եղածն է, չեղածն է, դուք եք որոշողը։ Տերն ասում է, ես քո աղոթները չեմ լսում, Տերն ասում է, ես քո ծառայությունը չեմ ընդունում, եթե քո կնոջ հետ դու լավ չես, եթե քո ամուսնու հետ դու լավ չես, երբ ձեր հարաբերությունները խնդիր է լինում կամ ձեր հարաբերությունները ենթարկվում են տրավմայի, մի նայեք ուրիշներին եւ ուրիշներին օրինակ մի բերեք։ Եթե դուք այսօր իրար հետ հարց ունեք, սիրելիներ, մոռանում եմ ասեմ կամ չեմ էլ ասել, կիսվեք, տարածեք։ Եթե արժան եք համարում Աստծո խոսքը տարածվի, կիսվեք, դուք էլ տենց ծառայեք։ Մեր աղոթքի տան եկեղեցու շատ քույր եղբայրներ արդեն վաղուց մոռացել են տարածեն եթերները, կիսվեն, բայց խնդրում եմ կիսվեք, տարածեք, թող Աստծո խոսքը ավելի զորավոր կերպով իսկապես հնչի շատերի ականջներում ու սրտերում։ Եթե այսօր դուք խնդիր ունեք եւ այսօր ձեր մեջ ինչ-որ կոնֆլիկտ է եղել կամ խնդիր է եղել, երբեք ուրիշ ընտանիքը մի վերցրեք ու ասեք, օրինակ ասենք ես ինչ ասեմ, կակտուսենց ընտանիքը, հա, կակտուս, չեմ լսել տենց անուն դրա համար։ Կակտուսենց ընտանիքը լնա ինչ սիրով են, հլնայ մի արա դա։ Դու ոնց որ հայոյես։ Դու ոնց որ անիծես քո տունը, մի արեք դա։ Ավելի լավ է խախանջ ժամանակ, երբ որ վեճ չկա, ասես ինչ լավ ընտանիք են։ Օրինակ կարելի է վերցնել, այո, լավ օրինակ վերցնել, բայց երբ որ ամեն ինչ sense հունից հելել է, դու էլ մի հատ sense ուզում ես մի հատ ներվայնացնես քո կնոջը, ամուսնու ասում ես կակտուս sense ընտանիքը, այ կակտուսի պես եղի, տղամարդ է կին։ Այնա տղամարդը, այնա կինը, գիտես դու փալաս սարքեցիր նրան։ Դու նրան փալաս սարքեցիր, ոտքերդ էր վրան սրբեցիր, դու նրան էժանացրեցիր, նրա արժեքը դարձավ գրոշներ։ Ամեն մարդ ունիկալ է, ամեն մարդ յուրահատուկ է, ու Աստված ոչ մեկին նման չի ստեղծել, ամեն մարդ ունի իր հատկությունը, իր էությունը, իր յուրահատկությունը, Աստված իմ ու քո ծրագիրը չի բերել պատճենահանման մեջ, նա ամեն մեկիս համար յուրօրինակ ծրագիր ունի։ Քույրեր, եղբայրներ, գթեք ոսկե միջինը ձեր ընտանիքի համար, գթեք թելը իրար հետ հաշտվելու, մի թողեք վեճը վաղվան, մի քնեք իրարից առանձին սենյակներում իբր թե հեսա մի քիչ կսառեն, կխաղաղվենք, դուք տենց ընդհանրապես կսառեք ու կդառնա սովորություն, հետո էլ արդեն տղամարդը կգտնի արտագնա աշխատանք, վերջապես խոպանչի կդառնա մեր լեզվով ասած ու կգնա վերջ։ Ու ես ուզում եմ խնդրեմ մեր հայ տղամարդկանց, որոնք տարիներով դրսում են, անունն էլ դրել են, որ ձեր համար ինչ անում ենք երեխեքի համար, կներեք, ամենասկզբից ասեմ, չեմ հավատում։ Դա արդեն անում եք դուք ձեզ համար, ու դուք չգիտեմ ինչով եք այդտեղ զբաղված, բայց դուք չեք ամուսնացել, որ փող բերեք տուն, դուք ամուսնացել եք, որ ձեզ պահեք ձեր կնոջ կամ ամուսնու կողքին։ Ֆիզիկապես իրար հետ լինելը աստվածաշնչյան պատվեր է, երբ ձեր հարաբերությունները խնդիր է, երբ դուք արդեն ունեք կոնֆլիկտներ, ավելի ձգտեք իրար հետ լինեք, թեկուզ մի քիչ էլ նեղված, քան թե իրարից հեռու, հենց հեռացակ սատանան հակառակ երկուսիդ մեջ էլ աշխատանք է տանելու։ Ձեր ամուսնական կյանքում իրար մի զրկեք ձեր անկողնային հարցերի մեջ, իրար մի պատժեք այս հարցով, սիրելի կանայք, սիրելի տղամարդիկ, Տիրոջը խոսքը առաջի Կորինթացիս 7:3-5 այսպես է ասում, առաջի Կորինթացիս 7-րդ գլուխ 3-5 այսպես է ասում. Տղամարդը թող իր կնոջ պարտքը վճարե, այնպես էլ կինը իր տղամարդու։ Կինը իր մարմնի վրա իշխանություն չունի որ օրվանից ամուսնության, այլ ամուսինը, այնպես էլ մարդը իր մարմնի վրա իշխանություն չունի, այլ կինը։ Իրար մի զրկեք, բայց միայն իրար զրկեք, երբ որ իրար հետ համաձայնված եք կամ համաձայնեցված եք,
ծոմի, աղոթքի, պարապելու, վարժվելու, բայց երբ որ ավարտեք, դարձյալ իրար դարձեք, որ սատանան չփորձի ձեզ ձեր անժուշկալության պատճառով։ Ամեն։ Շատ կարևոր խոսք այստեղ, որ Տերը Պողոս առաքյալի բերանով խոսում է եւ ասում է. իրար մի զրկեք։ Իրավունք չունես, դու քո մարմնի այլևս Տերը չես, նա է քո մարմնի վրա Տեր, իշխան, այլևս։ Սա լուրջ եմ ասում։ Կինը տղամարդու մարմնի վրա տիրություն, իշխանություն ունի եւ ամուսինը կնոջ մարմնի վրա։ Եվ իրենց որպես իսկապես իրենց ամուսնական կյանքը, սեռական կյանքը, դա վերաբերվում է միայն իրենց եւ Տիրոջը խոսքն ասում է չզրկեք իրար։ Եթե դուք այդքան հոգեվոր եք, զորավոր եք, որոշել եք, գնացել եք, ասենք, ճամբար կամ վերջապես տունն է կամ եւ այլ, ասում եք 2-3 օր մեր մարմնով էլ ամբողջովին զատվենք իրարից կամ հացից էլ կտրվենք կամ չգիտեմ եւ այլը։ Տիրոջ համար, հրաշալի է, ողջունում եմ, շատ լավ է։ Բայց երբ որ դու իսկապես ասում ես նեղացած եմ, գնա, չկպնես ինձ, հերա, ձեռդ քաշի, ոտդ քաշի, հերու գնա, կողոս չպարկես, սենյակից դուրս արի, ու էդի տեսնում են ձեր երեխաները, դուք կորցնում եք ձեր երեխաներին։ Ամենամեծ մեղքերից մեկը ըստ իս հավասարազոր միգուցե դավաճանության երեխաների մոտ կռվելը ու երեխաներին կուլտուրա սխալ սովորեցնելը, որ երեխեք դուք մեծանաք այսպես կռվեք։ Ավելի մեծ չարիք, երբ որ երեխաներին սովորեցնում եք, որ պապանա, բանի տեղ մի դրե, հեսա կեթա տունը կհանգստանա։ Մամանա խոսում է էլի, տենց ստից ձենը մի խոսքով։ Մի արեք սա։ Ավելի լավ է կնոջդ կամ ամուսնուդ մի ապտակ տաս ֆիզիկապես չափալախ, քան թույլ տաս երեխատ լսի ձեր իսկապես անարգանքն ու վիճաբանությունը։ Սա ահավոր բան է։ Երբեմն եղել է իմ ու Վարդյան զսպվածության պատճառով մեր անհամաձայնությունը մեր երեխաները լսել են, հետո ես ամաչել եմ, ասել եմ Վարդ, մենք սա չպետք է թույլ տանք։ Այդ երեխեքը մեղք չունեն, որ ես ու դու այդ հարցով իրար չհասկացանք։ Ընտանիքը շատ օրհնություն է ու նաև մեծ փորձություն, երբ որ սխալ ես իրեն վերաբերվում։ Գիտես, սա լուրջ հարց է, շատ լուրջ հարց է։ Մեղրը հրաշալի բան է, քաղցր է, ինքը ճնշում չի բարձրացնում, բայց եթե չափից ավել ուտես կմեռնես։ Ամեն ինչին իր մոտեցումն է պետք։ Ամեն ինչ չէ, որ լավ է ուրեմն միշտ անընդհատ շարունակ եւ այլ, ամեն ինչ իր ժամանակը, իր գեղեցկությունը, իր սեզոնի մեջ է։ Լսեք, Սուրբ Գիրքն ասում է իրար մի զրկեք։ Պողոս առաքյալը այդ ժամանակ ամուսնացած չէ, եղել է անցյալում թե չէ գրված չէ, իմ սուբյեկտիվ կարծիքը, որ ունեցել է նա ընտանիք կամ եղել է գոնե ամուսնացած, որտեղ շատ նրբություններ ու խորությունների մեջ է գնում, եւ այստեղ ասում է իրար մի զրկեք։ Իրար մի արգելեք ու իրար մի պատժեք սրանով։ Գիտեք, իսկապես, այո, տղամարդու մոտ դա ավելի հաճախ մեծագույն իսկապես միգուցե փափագ ու կարիք է, կնոջ մոտ երբեմն դա կարա մեռնի, դա կարա լռի, դա կարա իսկապես անգամ կարիք ու ցանկությունը չառաջանա, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ քեզ պետք է հաճելի լինի։ Դու արդեն ամուսնացած ես։ Դու նաև պետք է փնտրես նրա հաճությունը եւ նրա ցանկությունը։ Եվ սա անելով իսկապես դու ցույց ես տալ նաև քո սերն ու խոնարհությունը։ Քույրեր, եղբայրներ, ավելին խորը չեմ գնում, այստեղ ամեն մարդ կարող է այս եթերը նայել դեռահաս եւ այլը, բայց կուզեմ իսկապես իմանանք, որ ամուսնությունը պատվական է ըստ Եբրայեցիների ու սա Աստվածաշունչը եւ անկողինը սուրբ, եթե այդ անկողինը եղել է ամուսնությունից հետո։ Բոլոր անկողինները միջև ամուսնություն պիղծ են եւ անմաքուր։ Միայն ամուսնությանից հետո հաջորդած անկողինն է Աստված ասում սուրբ է։ Դա սուրբ է, որտեղ ամուսնությունը իր վրա բերել է իսկապես Աստծո կամքը, որը ապահովում է սրբությունը։ Հալելույա։ Գնամ առաջ եւ մոտենամ իսկապես ավարտին։ Ինչ եմ այստեղ մի քանի կետեր նշել։ Ուրեմն, մի վախեցեք սիրելուց, սերը ասելուց, սեր խոստովանելուց։ Առաջի Հովհաննես 4:18-ն ասում է սիրո մեջ վախ չկա, կատարյալ սերը հեռացնում է վախը։ Եթե դու սիրում ես, դու չես վախենա վստահել, կյանքդ էլ նրան վստահել։ Եթե դու սիրում ես, չես վախենա տնից բացակայել, որտեղ դու գիտես, նա քեզ թիկունքից երբեք չի հարվածի։ Տեղ մի տվեք չարին, սատանային, Եփեսացիս 4-ի մեջ է գրված, եւ նա չի տեղավորվի։ Առաջինը, իրար ինչն է իսկապես քանդում տունը, իրար արհամարելը։ Իրար արհամարելը, այսինքն տղամարդը կինը մտնում տուն, ոնց որ տունը չի, ցենց իմիջայլոց։
Արհամարական, խոսումա ձեն չի անում, հացը դնում է ոնց որ շան հետ էլ դե հո չենք խոսում, ասենք, վերջապես եւ այլը։ Արհամարանքը, սա քրոնիկ հիվանդություն կծնի եւ քո տունը ես քեզ երաշխավորում եմ, կաթիլ առ կաթիլ կքանդվի։ Երկրորդը, խանդելը, ամեն ինչին խանդում է։ Գնում է խանութ, տղամարդը ասենք մի հատ աղջկա ասում է բարև ձեզ, ինչ կտակ, այնտեղ կին արդեն գալիս է բարև ձեզ եւ այլ։ Բալա հոբա հո գազան չենք, բապտի բարև ենք։ Ասենք լավ, շատ էլ որ սիրուն աղջիկ էր եւ այլը։ Եթո ինչ, լավ, սիրուն աղջիկ էր, ես էլ սիրուն աղջկայից սիրուն խոսեցի։ Ավելի լավ է դու տեղ քո, ինչ ասեմ, խանդը զսպես քո տեղում լինես, որ քո ամուսինը ավելի այդ ամենի մեջ իսկապես չսայթակի։ Լուրջ եմ ասում, ինչքան մի բանը ասես, դա կկատարվի։ Ինչքան խոսես, խանդ, որ իսկապես կարծես ինչ ասեմ, հիվանդագին է, երբեմն արդեն դիվային է։ Ամեն ինչին, տղամարդու հեռախոսն է մտնում առանձին ստուգում, կնոջ է, եթե իրար էլ չեք էլ վստահում, իրար հետ ապրելու իմաստն էլ չեմ գտնում։ Գիտեք, չեմ ասում ընդհանրապես չլինի, բայց գիտեք, երբեմն վարդը մեկ-մեկ ինձ ասում է, գոնե մեկ-մեկ խանդի, ասում եմ, ինչ է։ Ինչը խանդեմ, ինչի համար խանդեմ։ Քույր եղբայրներ, ինձ համար երբեմն դա անհասկանալի է։ Սա չի նշանակում ոնց ուզի պա իրան եւ այլ, չէ, խոսքը առողջ շփման մասին է, հասուն մարդկանց մասին է։ Երրորդը, ստելը, սուտը տուն է քանդում, սիրելիներ, անկեղծությունը տունը շինում է։ Չորրորդը, շատ ժամանակս խլեցի, մի քանի բաներ ուզում եմ ասեմ, խռովությունը կամ խռով լինելը։ Եփեսացիս 4:26-32-ն ասում է արեգակը ձեր բարկության վրա մայր չմտնի։ Խռովելը, խռովություն։ Հիմա կասեն այն քույրերն ու եղբայրները կասեն, բա մենք ինչ անենք, արեն եղբայր, որ ամուսնալուծված ենք։ Եթե Տիրոջ կամքն է դարձյալ ամուսնանալու, ամուսնացեք։ Եթե որոշել եք էլ չամուսնանաք, մնացեք ոնց որ կաք, բայց երբ որ այս ամենը խոսում եմ, նաև ձեզ է վերաբերվում, ձեր երկնային փեսային անverջ եղեք հավատարիմ։ Ու եթե Տերը կկամենա նորից ձեզ իսկապես տալու ուրախություն այլևս իր կամքով, թող լինի Տիրոջ կամքը։ Սա ուղղակի ասեցի համընդհանուր վերացական։ Խռովությունը, խռով պահելը, չխոսել իրար հետ, իրարից նեղված ենք մի օր, երկու օր, երեք օր։ Եթե արդեն սրան սովորել եք, ձեր էլ փրկություն չկա։ Ձեզ համար էլ լուծում չկա։ Դուք կործանված մարդիկ եք, որտեղ դուք կարաք մի տան մեջ օրերով իրար հետ չխոսեք։ Դուք կարաք ուղղակի թույլ տաք ձեզ, որ սենց մռոցով, գրոցով իրար հետ սենց խոսան, միանի նեղացած ենք։ Գիտես, եթե դուք իրար հետ արդեն հարցեր ունեք, վերցրեք ժամանակ, ընդհատեք ձեր աշխատանքը, գնացեք Դիլիջան, Ծաղկաձոր, չգիտեմ ուր ուզում եք գնացեք, մի քանի օր հետ իրար հետ ժամանակ իսկապես անցկացրեք։ Եվ դա լուրջ եմ ասում։ Դուք կարիք ունեք իրար հետ շփվելու, իրար մի փոքր լսելու, իրար հետ խոսելու իրարից եւ ոչ թե ուրիշներից։ Քույրեր եղբայրներ, Սուրբ գրքի ճշմարտությունը կասեմ ձեզ։ Կյանքում կա սկզբունք, առաջինը Աստված, երկրորդը եկեղեցին չի, ընտանիքը, երրորդը ծառայությունը չի, դա եկեղեցին է, չորրորդը կարող եմ ասել դա քո եւ Աստծո ճիշտ փոխհարաբերությունն է եւ հինգերորդը նոր ծառայությունը։ Այս 5-ն է կարևոր են։ Իմ 5 մատից ասես, որը քեզ պետք չի կտրեմ, կասեմ լավ չես, բոլորն է պետք է։ Վերջապես բոլորը կարևորություն ունի, հա, եթե ասես որն է, վերջապես եթե ընտրություն չունեմ, կասեմ ճիկուտես։ Հա, ասենք որտեվ այս երկու մատով գոնե բռնելով կարամ գրեմ, մեկ-մեկը չտասնեմ այսպես։ Ճիկուտես, բայց էս էլ է պետք ինձ։ Եվ գիտեք, այստեղ շատ կարևոր է, հա, ամուսնական կյանքում, որ դե լավ, ես մի բանը թող սենց լինի, ես մի բանը նենց լինի, չէ, ես խռովությունը կողքի եմ դնում եւ ես սկզբունք եմ վերցնում, կյանքում առաջինն է Աստված, հետո իմ ընտանիքը, ժամանակի համար, սիրո համար, ուշադրության համար, հետո նաեւ նոր եկեղեցին, հետո իմ հարաբերությունը Աստծո հետ, իմ անատական ժամը Աստծո հետ, հետո հինգերորդը նոր ծառայությունը։ Եթե այս 4-ից հետո հաջորդի ծառայությունը, դուք զորավոր ծառայողներ կլինեք։ Դուք ուժեղ ծառայ, դուք արթնություն կբերեք Հայաստանի մեջ։ Իսկ եթե այնտեղ Աստծո հետ հարաբերություն չկա, Աստված առաջին տեղը չի, այլ փողը, ընտանիքում լրիվ ավիրած, ջարդած, մի հատ էլ եկել եմ կարգանում ծառայեմ, խեշ մարդկանց դիմավորել տեղը կշշպռեմ, կվիրավորեմ, ճանապարհ կդնեմ։ Զգում եք խնդիրը որտեղից է գալի, գլխից։ Ամեն օրհնություն գալիս է քո եւ Աստծո ճիշտ փոխհարաբերությունից։ Գնամ առաջ եւ վերջացնեմ, սիրելի քույրեր, եղբայրներ։ Շատ կարեւոր է։ Ինչու ես դու ամուսնանում։
Եկեք վերցնենք սկզբունք, լավ, ինչու ես դու ամուսնանում, հա? Վերցրու, միավոր վերցրու։ Ինչու եմ ես ամուսնանում, որ երջանկանամ, որ լինեմ երջանիկ։ Սխալվեցիր։ Դու արդեն ձախողեցիր։ Ով որ ամուսնանում է, որ երջանիկ լինի, ինքը էգոիստ մարդ է։ Ինքը այդ աղջկան կամ այդ տղուն օգտագործելու է իր իղձերի երազանքների ու ցանկությունների համար։ Կան չէ՞ տենց լկստված, ինչ ասեմ, երեսառած աղջիկներ, կներեք լեքսիկոնիս համար, որ տղային օգտագործում են ոնց որ տիկնիկ։ Ասենք, մի հատ էս ավտո ծախի էսի առ, կարևոր չէ ինձ պարտքերի տակ է եւ այլը։ Մի հատ արի գնանք Հավայան կղզիներ, այ բալա տոկոսով պարտքով կապ չունի, ասենք ինչ անում, ընկերու հետ մրցակցում է։ Այդ տղուն լրիվ օգտագործում է իր համար մի հատ, ինչ ասեմ, ինչ էլ անունը դնեք, իր իղձերի ցանկությունների սերը շինում է, իրենը չի փնտրում, իրենը չի որոնում։ Լսեք, երբ որ իսկապես մենք խոսում ենք երջանիկ լինելու մասին, եթե մեկ ամուսնանում է դիմացինին երջանկացնի, դու ամուսնացել ես, որ երջանկացնես եւ ոչ թե երջանիկ լինես, դու ճիշտ ես, քո մոտ կստացվի։ Եթե դու իրեն երջանկություն տվեցիր, դա պտտվելու է անմիջապես վարքյանի ճշգրտությամբ քո կյանքի վրա։ Ուզում եմ ոնց ախր ասեմ։ Լավ, դու ուզում ես համով ճաշեփես, բայց ասենք ջուրը լցնում ես, կարտոֆիլը գցում ես, ասում ես դե լավ, պետք է չի եռա, ուտեմ։ Էսխի համով չի, որտեվ դու քո ճաշը չարեցիր, այնպես ինչպես հարկն էր։ Երջանկություն տուր քո կնոջը, որ նա վերադարձնի քեզ ինչ որ տվեցիր։ Կաղամ տուր քո կնոջը, ու նա քեզ բորշ կվերադարձնի։ Այդպես է կարգի իրական կյանքի կանոնը, կնոջդ սիրի եւ իսկապես նրան փոխանցի Աստծուց քեզ տրված օրհնությունը եւ նա քեզ զավակ կվերադարձնի։ Սա է կյանքի կանոնը եւ սա աստվածային սկզբունքներ են, սիրելիներ։ Դու չես ուզում նրան տաս, բայց ուզում ես նրանից վերցնես։ Ինչ պիտի վերցնես։ Ոչ մի բան։ Կանոններ, որ չի կարելի խախտել։ Օ, ես ամուսնացել եմ, որ երջանիկ լինեմ։ Չէ, ես ամուսնացել եմ, որ երջանկացնեմ։ Եվ եթե նրան երջանիկ դարձնեմ, նա ինձ կվերադարձնի այն ինչ որ կտամ 10 պատիկ ավելի շատ։ Կույր եւ թշվառ մարդիկ, որոնք ամուսնանում են, որ երջանիկ կյանք ունենան, ամուսնանում են, որ իրանց լավ լինի։ Էգոիստ տենց չհասունացած, չկայացած տղամարդկանց շատ եմ տեսել ու ցավալիորեն կտեսնեմ նաև այսօր էլ վաղն էլ, որոնք կնոջը խեղտած պահելով ասում են իմ ուզած արա, իմ հետ լավ խոսա, իմ հետ թակավորի պես խոսա, ինձ լավ նայի, իմ վերջապես շոյերը լրիվ հարթուկած եւ այլ, ինչ կլինի, ձեռդ կջարդվի, մի օր է դու հարթուկ ես։ Ձեռդ կկոտրվի, մի օր է դու ձվածեղ սարքի կեր, մի օր էլ տունը դու ավլի, ինչ կլինի, ոնց թե Փաստորեն ձեր տունը կազմակերպությունն է տնօրեն եւ ենթականեր գոնե աշխատավարձ տալիս ես կնոջդ։ Սերը մեծ ու փոքր չունի։ Եփեսացիների 5-րդ գլուխը, եթե սկզբունքը վերցնենք Աստվածաշնչյան, ասում է իրար հնազանդ եղեք։ Ամուսնության բանաձևը իրար հնազանդ լինել ու իրարու համար լինել։ Հետո նոր դերակատարություն, կին հնազանդվիր, նա գլուխն է, դու մարմինն ես, բայց գլուխ առանց մարմնի գոյություն չունի։ Մոտենամ ավարտին քույրեր եղբայրներ, կնոջից շատ բան է կախված, տան խաղաղությունը հիմնականում դրված է կնոջ վրա, Առակաց 31-ի 1-ը խոսում է սրա մասին, երբեմն լռելը խոսելուց լավ է, ներելը ու իսկապես ներում տալը նոր ճիշտ փոխհարաբերություններ վերականգնելն է, միջև նրան իսկապես կփոխես, փոխվիր ինքդ, բոլոր ուզում են վերցնել, բոլորը սպասում են հասունանա, որպեսզի վերցնեն, բայց վերցնելու պայմանը տալն է։ Չի փոխվի ոչինչ ու չի փոխվի ոչ մեկ, եթե իմ մտքի մեջ չի փոխվե ու Քրիստոսի միտքը չի ձևավորվե։ Ու ես չեմ սովորել, միջև որ սեր ստանամ, պետք է իսկապես կարողանամ սիրեմ։ Վերջապես ուզում եմ ասեմ իմ բառերով 23 տարի արդեն ամուսնացած ենք, սիրելիներ, 2002 թվականին, այո, 23 տարի արդեն լրացավ եւ 23 տարվա մեջ ես սովորել եմ մի բան. ամեն օր ես պետք է իմ կնոջ հետ ունենամ ճիշտ փոխհարաբերություն։ Երեկվանը, որ այսօր օգտագործեմ, գիտեք ինչ կլինի, կփչանա, կնեխի, չի ստացվում։ Երբ որ ես ասում եմ վարդիչ մեզ 3 ինչքան սիրով ենք ու քաղցրենք, ինքը ասում է, հա լավ է, ես ուղղակի երևակայում եմ, հա լավ է, բայց այսօր նույնպես դրա կարիքը կա։
Եթե կինս ասի, գիտես, երեկվանը հիշում ես, հա, դրանով բավարարվի, քեզ ինչքան սիրով էի, քեզ ինչքան քաղցրեի, ինչքան լավ ընդունեցի, գիտես, այսօր էլ դրա կարիքի ես ունեմ։ Ոնց որ, գիտես, սիրո թարմությունը նման է հացի ու ջրի, ոնց որ երեք հացն ու ջուրը կերար խմեցիր, բայց այսօր նույնպես դրա կարիքն ունես, նույն ընտանիքն է։ Ժողովուրդ, ամուսնանալուց մտածեք սրա մասին, դուք ամեն օր ընտանեկան աշխատանքի մեջ եք։ Դուք ամեն օր պետք է ուշադրություն դարձնեք ձեր ընտանիքին, այլապես ինքը ժամանակից շուտ կծերանա, կմահանա։ Գիտես, օրեր առաջ Վարդի հետ խոսում էի մի անձնավորության մասին, շատ ափսոսանքով, սրտացավությունից Տերը վկա է, անկեղծ եմ ասում։ Ասում եմ, Վարդ, ցավալի է, այս մարդու հետ 8 ժամ ճանապարհ գնամ, եթե իրան չճանաչեմ, չեմ իմանա, որ ինքը ամուսնացած է ու երեխաներ ունի։ Դա խոսում է նրա մասին, որ մարդ արդեն իր տնից փախչում է։ Մարդ չի ուզում խոսի իր ամուսնուց կամ կնոջից, ինքը սիրում է արդեն ազատություն, դա աղետ է, դա լացելու բան է։ Ընտանիքիդ համար ամեն օր հոգացություն պիտի ունենաս։ Եթե չէ, դա ինքնահոս արտիզան չէ, որ գետնի տակը ծակել ես, ինքը անդադ ջուր կգա։ Ինքը հոր է, որի մեջ միշտ դույլը պետք է մտցնես ու սիրո ջրերը հանես։ Ով կասի ամեն։ Թող Աստված օրհնի ձեզ, թող Աստված զորացնի ու հիշեք, ամուսնալուծությունը լուծում չէ։ Ամուսնալուծությունը հարցի լուծում չէ։ Ուժ գթեք ձեր մեջ հանուն Աստծո եւ հանուն իրարու եւ հանուն ձեր զավակների ու հանուն արդարության ու ճշմարտության ներելու ու այսօր իրար հեռաձայնելու։ Տերը օրհնի ձեզ, Տերը օրհնի ձեզ, անպայման կաղոթենք, այսօր ես ուզում եմ աղոթեմ, ամեն, Ջուլիա քույրս, Տերը օրհնի ձեզ, թող Աստված զորացնի, այսօր ես կաղոթեմ, որպիսի իր տկարությունը ուժ գտնես վերցնես քո վրա, եւ իր առավելությունն էլ իսկապես կարողանաս նաեւ օգտագործես ի նպաստ քո օրհնության, շինության ու զավակների բարօրության, եթե նա ուժեղ է նաեւ քեզ համար, եթե նա թույլ է, ուրեմն նրա թուլություն դու պետք է վերցնես քեզ վրա, դուք այլևս երկուս չեք, դուք այլևս մեկ եք, չկա երկու շա, մոռացեք, կամ մեկ շա, քեզ շատերը կասեն, դրա հետ ոնց ես ապրում, բաժանվի ու գնա, բայց եթե Աստված քո հետ խոսել է, որ մնա ու աղոթի, ինչպես Պողոսն է ասում, ով գիտի, որ միգուցե իրեն շահես, թող Տերը գործի ու ամոթով չմնաս։ Երբեմն լռելը խոսելուց լավ է։ Այս խոսքը վերցրեք ու այսօր սեր տվեք ձեր կանանց ու ամուսիններին։ Թող այսօր լինի ռոմանտիկ գիշեր, թող այսօր լինի սիրո գիշեր, թող այսօր լինի խոստովանության գիշեր, թող այսօր լինի զղջման գիշեր, թող այսօր լինի հեռաձայնելու գիշեր, թող այսօր լինի իրեն իսկապես իր արածները չհիշեցնելու գիշեր։ Մի տղամարդ եկավ ինձ մոտ ու ասեց, եթե այսպես ու այսպես լինի, վերջապես ընդունեմ, ներեմ, թե դուրս շպրտեմ։ Ես գիտեի այդ մարդը ինչ է ասում եւ ում մասին է ասում։ Ես ասեցի, գիտես ինչ կա, Հիսուսը մի դրվագում ասեց, ով ձեզանից երբևէ մեղ չի գործի անմեղ է, թող առաջինը քարկցի։ Իրենը երևցավ, քոնը չերևցավ, մտքիդ մեջ աչքերով եւ այլը։ Ասեցի դու մտածի, բայց ես կարծում եմ, որ ներելը զորություն ու հերոսություն է, իսկ չներելը փոքրասրտություն, ասեց հասկացա։ Հաջորդ պահին ես իրեն ու իր կնոջ օրհնեցի եկեղեցում, ու իրենք երջանիկ են, ու իրենք ուրախ են, ու իրենց զավակները խաղաղության մեջ մեծանում են։ Գիտես, էգոիստ տղամարդիկ եմ տեսել, որ մամայիս հետ լավ չի խոսել, սո հելի կորի, փախի, գնա հորդ տուն եւ այլը, կամ պապայիս հետ, լսի, հավաքի քեզ։ Աղջիկ էր, տղա էր, միգուցե հասցրին կոկորտին արդեն խոսեց, բայց դրանով չի կարելի տուն քանդել։ Դուք ոնց եք ապրում, սիրելի ծնողներ, հանգիստ խախան, ձեր տղերքին աղջիկներին տուն քաշելով, ասելով դու դրան տեղն է, ինչ եք անում, յանի ինչ, անունը ինչ եք դնում։ Թողեք ամեն բան։ Գիշերը միասին եղեք, առավոտը նոր էջից սկսեք Հիսուսի անունով։ Թողեք ամեն բան, հայացներ, նայվասներ, հելեք, փախեք, գնացեք, ինչ որ միտեղ, ասենք էժան լիքը տեղեր կա, 10-20 հազար դրամով, մնացեք ձեր համար, կտրվեք բոլորից, անջատեք բջջայինները ու կպեք երկնային իսկապես, երկնային տեսիլքին, որ Աստված կամեցել էր ձեզ երկուսով միասին, սատանան գտավ ձեր թույլ տեղը վիրավորվելու ու ձեզ իրարից մասնատելու ու բաժանելու։ Կլինի այդ երեխեքին էլ կտրտեք իրարից առանձնացնեք, չեք կարա, չէ,
բայց այդ երեխեքի ամբողջ հոգեբանության վրա դուք ազդում եք։ Լրջացեք, հավաքեք ձեզ ու Աստծո կամքի մեջ նորից գնացեք։ Ներողություն խնդրելը հերոսություն է, ներելը մեծագույն պարգև։ Ով ներում է Քրիստոսի նման է, ով ներողություն է խնդրում, այն անառակ որդու նման է, որ հայրը կարող է այդ խոսքով ընդունել նրան։ Սուրբ Հոգի, դու ավելի ասա ու ավելի զորավոր կերպով մեր սրտերի հետ խոսի։ Ամենակարող Աստված, ես աղոթում եմ այս ծանր թեմայից հետո, Տեր, այն բոլոր մարդկանց համար, ովքեր այսօր տառապում են, տանջվում են, շփոթված են, Տեր, դեռ նշանված են ու արդեն նշանը հետ տվեցին, չհասկանալով, որ ինչ է կատարվում, Տեր, ողորմություն արա։ Ավելի բարդ է դառնում հարաբերությունները, որտեղ մարդիկ ավելի էգոիստ են դառնում, մենք մարդիկս ավելի եսակենտրոն ենք դառնում։ Այսօր մենք ավելի տարված ենք, թե ինչ է մեզ հաճելի եւ ինչն է մեզ դուրեկան, քանց թե մի փոքր մտածենք, թե ինչ էր հաճելի նրան, ես զրկան կրեի, որ նա հաճություն ապրեր։ Տեր, ողորմիր մեզ։ Եկեղեցիների մեջ ամուսնալուծությունները այսօր այնքան շատ է դարձել հաճախակի, անգամ ծառայողների, հովիվների մեջ ողորմիր, իմ Աստված, ողորմիր։ Հայ քրիստոնյա պաշտոնյաների մեջ եւ աստղիկների մեջ արդեն մոդայիկ է դարձել 3-ից 5 անգամ ամուսնալուծվել, նորից ամուսնանալ։ Տեր, այս ամեն անամոթությունը եւ դիվային ազդեցությունը ազգիցս վերար։ Թող մեր մեջ գործի աստվածային արժեքներ։ Եթե այսօր իսկապես չներման հարց կա, թող Տերը ձեզ զորություն տա ներելու, սիրելի տղամարդիկ, կարողացեք ներել, սիրելի կանայք, կարողացեք մոռանալ, այսօր ձեր գիրկը ընդունեք ձեր տղամարդուն, ձեր կնոջը, ձեր սիրո գիրկը, խաղաղության, ուրախության, ապահովության այդ գիրկը, որտեղ իսկապես այլևս ուրիշ տեղ փախչելու կարիք չի լինի։ Տեր, փրկիր ընտանիքներ, այն ամուսնալուծության եզրին հասած ընտանիքներ փրկի Տեր, եւ այս ուսուցումը, որ իսկապես քեզանից եղավ ավետարանի ճշմարտությամբ, թող այսօր լուսավորի խավարած մտքերն ու սրտերը, միայն թե համարձակվեք խոսելու, միայն թե համարձակվեք իրար ներելու, իրար օրհնելու եւ շարունակելու ընթացքը։ Սխալվում են բոլորը, ընկնում են բոլորը, դժվարանում ու տկարանում են բոլորը, բաց թողումներ ունենք բոլորս, բայց ժամանակն է կանգնելու, ժամանակն է ավելի սիրո մեջ առաջանալու, ժամանակն է այն կորցրածը հետ վերադարձնելու։ Թող առջևում եղած ավելի սիրո ընթաց լինի, քանց որ եղել է միջև այս պահը։ Ես 40-50 տարեկանում նոր պիտի սկսեմ սեր խոսել, երբեք ուշ չէ շտկվելու համար, երբեք ուշ չէ վերականգնվելու համար։ Տերը թող իմ երկիր օրհնի, Տերը թող իմ երկրի ամուսիններին օրհնի, ամեն ընտանիքներ օրհնի ու զավակները ճիշտ ընտանեկան մթնոլորտի մեջ մեծանան ու այդ ճշմարտությունը կիրառեն իրենց հետագա ընտանիք կազմելու մեջ։ Տեր հիվանդ է ազգս առողջացրու, Տեր հիվանդ է ընտանիքները առողջացրու, Տեր հիվանդ է հարաբերությունները առողջացրու, խնդրում եմ քեզ։ Եվ ես աղոթում եմ այն բոլոր ընտանիքների համար, որ տարիներ շարունակ անպտղություն ունեն, թող գա պտղաբերությունը։ 11 տարի անպտղություն եմ տեսնում ու թող Տերը պտղաբեր անի ձեզ։ Թող Տերը պտղաբեր անի ձեզ 11 տարի հետո թող ծնվի ձեր պտուղը Հիսուսի անունով։ Շի գորալամարալամաշե։ Տերը ինձ հիշեցնում է աղոթեմ 38 տարեկանից բարձր աղջիկների ու տղամարդկանց համար, որ դեռ ամուսնացած չեն։ Տեր, ես աղոթում եմ 38-ից մինչև 48 տարեկան կանանց ու տղամարդկանց համար, չգիտեմ, բայց այս 10 տարվա ընթացքի մեջ, այսինքն այդ 10 տարիների տարբերության մեջ 38-ից 48, թող այս տարի սկսվի ամուսնական շրջանի սկիզբը եւ նշուրները։ Ես աղոթում եմ, որ Տերը ողորմություն անի, ես աղոթում եմ, որ Տերը գթա, ես աղոթում եմ, որպեսզի Աստված ձեր կողակցին ձեր կողքը դնի, ձեր տեսիլքը թող իրականանա, ձեր երկար տարիների աղոթքի սպասումը թող իրականանա, Տերը օրհնի ձեզ, Տերը զորացնի ձեզ ու Տերը ձեզ օրհնի իրական օրհնությունով, որ ընտանիք կազմեք, տնաշեն լինեք ու Աստծուն փառավորեք։ Աղոթում եմ վիրավորված աղջիկների ու տղաների համար, որ նշանված են ու արդեն հասցրել են իրար դաղել, չզիջել, չներել, հայացներ, նայվածներ,
ագրեսիա, ամեն վրդովմունքներ, սպառնալիքներ, Տեր խելք սովորեցրու նրանց։ Հանդիմանիր գիշերվա պահերին երազի մեջ տեսիլքով և թող այդ նշանված երիտասարդները խաղաղվեն ու քո առաջ խոնարհվեն։ Եթե դու քո ընտրյալի հետ սխալ ես վարվում, տղամարդ, դու ոնց որ թույլ տաս այս ամենի մեջ Աստված է սխալ վարվի քեզ հետ։ Նա երբեք սխալ չի վարվի, բայց քո նման իսկապես այդպես խիստ ու դաժան։ Չէ որ դու էլ ունես քո փեսացուն, չէ որ դու էլ ունես քո գլուխը, ինչպես որ կուզեիր Հիսուս քեզ հետ վարվեր, այդպես վարվիր քո կնոջ, քո ապագա կնոջ հետ։ Իմանալով, որ ոչ մեկի սեփականությունը չէ, ոչ տղամարդը կնոջ, ոչ կինը տղամարդու, մենք բոլորս Տիրոջ սեփականությունն ենք։ Եթե դու դաժան ես վարվում նրա հետ, դու Տիրոջ սեփականության հետ ես դաժան վարվում ու նա քո հետևից կգա։ Տերը ողորմի ու ընտանիքները փրկի Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը, սիրելի քույրեր, եղբայրներ, թող Աստված ամրացնի մեր ընտանիքները, թող Աստված ավելի սիրո մեջ բորբոքի մեր ընտանիքները, սիրեք ամուսիններով իրարու հետ աղոթել, սիրեք աղոթքի ժամեր ունենալ, սիրեք Աստծուն իրար հետ ծառայել, սիրեք ու աղոթեք ու փափագեք, երանի այն օրը, որ մեր կանայք իրենց ամուսինների հետ ոտք կդնեն եկեղեցի, ոչ թե ամուսինները կբերեն ու կգնան հերոս տղամարդ ձևանալով, այլ կգան իրենց կանանց հետ Աստծուն պաշտելու։ Սիրելիներ, մենք ամեն կիրակի ժամը 11-ին ու ժամը 5-ին ունենք ծառայություններ այն թափում և Կոմիտասում, և շաբաթ օրը Էջմիածինում, Գյումրիում, Վեդիում, վերջապես շաբաթ օրը կունենանք նաև ծառայություն Հրազդանում, կունենանք Աբովյանում, կունենանք Չարենցավանում, այս բոլոր ծառայությունները շաբաթ օրը Վայքում, Զառիթափում, Ջավախքում, բոլոր տեղերում լինում է ծառայություն, համեցեք քույրեր եղբայրներ։ Ուրբաթ օրը մեծ երիտասարդական Կոմիտասի եկեղեցաշենքում, թող Աստված օրհնի մեր երիտասարդներին, իսկ վաղը նորից հետևեք իսկապես մեր Facebook-յան, YouTube-յան էջերին ու հայտարարությունները կտեսնեք։ Սիրելիներ, նաև ասեմ, որ մենք շարունակում ենք Աստծո փառքի համար տեսիլք ունենալ ու այդ տեսիլքը իսկապես ունենալ մեր առջևում, որ մեծ եկեղեցաշենք պիտի շինենք Տիրոջ փառքի համար, եւ թող Տերը փառավորվի մեծապես, մենք իսկապես ընդամենը 1 ամիս արդեն ամբողջ պարտքը պետք է մարենք, թող Տերը քո սրտում դնի եւ նաեւ շատերի սրտում, որ միաբանվեն եւ կարողանանք հողի այդ առելի հողի պարտքը վճարենք ու վերջացնենք եւ մյուս տարի էլ հավատում եմ, որ Տերը կտա հնարավորություն շենքը շինելու։ Նաեւ շուտով Սուրբ Ծննդյան ունենք միջոցառում։ Մեր երեխաների համար ուզում ենք 3000 անցած տարի տուփեր ենք շինել, այս տարի թող լինի, չգիտեմ, 5000 եւ ավելին։ Տերը թող օրհնի, Տերը թող կամենա։ Մենք կարիք ունենք իսկապես քույրեր եղբայրներ ձեր ամեն ընծաների, որպեսզի տուփեր շինենք երեխաների համար։ Կարող եք փոխանցել եկեղեցու մեր մանկականի ծառայողներին, գանձապահներին եւ միասին եկեք ավելի լավը դարձնենք մեր երկիրը։ Անցած տարի այնքան շատ միջոցառումներ են արել ու Տերը թող այնքան օրհնի, որ Հայաստանը հավատի մեջ ռմբակոծենք Հիսուսի անունով, լավ իմաստով։ Ինչպես Ռենարդ Բոնկեն էր ասում, ավետարանը միակ զենքն է, որը մարդու վրա կրակելուց մեռելը հարություն կառնի։ Փառք Տիրոջը։ Օրհնում եմ քեզ Լիանա քուրս, օրհնում եմ քեզ Աննա քուրս, օրհնում եմ քեզ Ռոմելա քուրս, Սուզան քուրս, Սուզի քուրս, Տերը օրհնի Արսեն եղբայր, Ուսիկ եղբայր, ուրախ եմ, որ եթերի մեջ եք, Տերը օրհնի Թագուի քուրս, Մարինե քուրս, Քրիստինե քուրս, Տերը օրհնի Էլիզա քուրս, Տերը օրհնի ձեզ Լիան քուրս, օրհնում եմ ձեզ Արմեն ջան, Աստված օրհնի քեզ Վարդքուրիկիս, Անահիտ քուրս, Նարինե քուրս, Անյուտա քուրս, Մայրամ քուրս Աստծո դուստր, Գարիկ եղբայր, Տերը թող զորացնի ձեզ, Անահիտ Ուդումյան, Կարեն, սիրում եմ ձեզ, օրհնում եմ Տաթևիկ քուրս, Տերը օրհնի քեզ, որ այս տարի, մյուս տարի պսակեն քեզ, Ռաֆիկ եղբայր, Աստված զորացնի, թող ընտանիքը իսկապես Տիրոջը ճանաչի։ Զաբելա քուրս, օրհնում եմ քեզ, Հերմինե քուրս, եւ ես կուզեմ մի բան ասեմ ու ավարտեմ։ Երկրի վրա չկա ավելի մեծ ու ավելի օրհնյալ գեղեցիկ երևույթ, քան ամբողջ ընտանիք, որ պաշտում է Աստծուն։ Դրանից ավելի գեղեցիկ ու գեղեցկություն չկա։
ոչ երկրներ, ոչ ջրվեժներ, ոչ եկեղեցաշենքեր։ Թերեզակուրս օրհնում եմ քեզ, իմ օրհնյալ քուր, իմ զորավոր քուր։ Լյով ջան, օրհնում եմ քեզ, Շուշանիս, Ռիփսիմե քուրս, Ռուզան քուրս, Տերը օրհնի ձեզ։ Ամենագեղեցիկ երևույթը, տեսանելին, դա ամբողջ ընտանիքն է, որ պաշտում է Աստծուն։ Հասիր այդ գեղեցկությանը, ամեն։ Տերը ձեզ հետ, խաղաղ գիշեր։